Հովսեփյան իշխանությունների գրոհի համատեքստում եկեղեցու դեմ այսօր տեսնում ենք հարյուրավոր ուխտավորներ սպասում են, այսպես ասած, մայր տաճար մտնելուն։ Սա արդյոք խոսում է այն մասին, որ հակառակ էֆեկտ ունեցավ այդ պայքարը իշխանությունների կողմից եկեղեցու դեմ։ Մենք կարող ենք արձանագրել մի քանի փաստ, որը արդեն իսկ ակներև է, նախ այն մարդաշատ հարձակումը, որ պլանավորվում էր իշխանությունների կողմից, միանշանակ արդեն տեսնում ենք, որ իջիկ է դառնում, որովհետև հանրությունը իր խոսքը ասած, թե սոցիալական կայքից սկսած, թե մեր սովորական առօրյա կյանքում մարդիկ ասացին, որ իրենց խոսքով, որ ամեն դեպքում իրենք իրենց եկեղեցու կողքն են, եւ հետեւաբար այս հարձակման չեղարկումը արդեն իսկ ակներև է։ Եվ իշխանությունները տեսնելով, որ նման ձևով չեն կարող հասնել իրենց նպատակին, նրանք որոշեցին այլ ձևաչափով հարձակման անցնել, արդեն թիրախավորված, պատահական չէ 12 հոգևորականների կալանավորումը, պատահական չէ դրան նախորդած սրբազանների կալանավորումը, այսինքն այս ամենը ամբողջական մի ծրագրի մաս են կազմում եւ որի արդյունքները մենք այսօր ենք տեսնում եւ ըստ այդմ մենք կարող ենք արձանագրել, որ որոշակի պլաներ իշխանությունների կողմից ձախողվել են։ Երեք հոգևորականները երբ բեմից ելույթ էին ունենում մեր ձևով շարժման հանրահավաքի ժամանակ, նշեցին, որ իրենք քաղաքականությամբ են զբաղվում, բայց ոգու քաղաքականությամբ, դա իշխանությունները սկսեցին թիրախավորել կամ անդրադառնալ, նշելով, որ ոչ կան այդուհանդերձ այնպիսի հոգևորականներ, որ կոնկրետ զբաղվում են քաղաքականությամբ եւ որ իրենք պետք է կրեն իրենց պատիժը։ Եկեք մի հատ հասկանանք քաղաքականությամբ զբաղվելը առհասարակին չէ, հետո հասկանանք ում ենք ասում քաղաքականությամբ զբաղվում է, թե քաղաքականությամբ չի զբաղվում։ Եթե մարդը հաշ չէ նրա հետ, որ իր հայրենիքի մի մասը հանձնվում է, արդյոք դա քաղաքականությամբ զբաղվել է, թե ոչ։ Եթե մարդը հաշ չէ այն գաղափարի հետ, որ եկեղեցու վրա հարձակումներ են տեղի ունենում, այսինքն այս ամենը եթե մենք որակում ենք որպես քաղաքականությամբ զբաղվել, ամբողջ հայ ժողովուրդը այսօր զբաղվում է քաղաքականությամբ, որի իրավունքն էլ ունի եւ հայ առաքելական եկեղեցու մեր հոգեվորականները նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնելու, առավել եւս որ սա ոչ թե պայմանական քննարկվում է Հայաստանը պետք է լինի պարլամենտական թե նախագահական, այսինքն այսպիսի քաղաքական հարցեր չքննարկում, այլ երկրի համար գոյաբանական հարցեր են քննարկվում, որի համար բարձրաձայնելը մեր հոգևորականներից անգամ ժողովուրդը ակնկալում է նման ձայնի բարձրացում։